Երբ այս ամբիոնից վիրավորանքներ եք հնչեցնում, դա խոսում է ձեր թուլության մասին, ոչ թե առավելության։ Էսի ես չեմ ասել, ես մի հատ խելոք մարդ է ասել։ Եվ հետևաբար առաջարկս է, որպեսզի զերծ մնաք վիրավորանքներից, զերծ մնաք։ Տեսեք, պարոն Քոչարյան, շատ կարևոր է, որ դուք բարձրացրեցիք իմ հարցին համապատասխան, ես հուսամ հանձնաժողովում ավելի մանրամասն քննարկենք տնային կալանքում գտնվող անձանց, թե քարոզարշավին եւ թե նաեւ ընտրությունների մասնակցության իրավական կարգավորման հնարավորությունը։ Բայց ուզում եմ անդրադառնալ եւս այդ դաշինքի մեջ անձնանվան օգտագործմանը, գիտեք, այնպես չի, որ միջազգային պրակտիկայում չկա դա։ Ժողովրդավարական երկրների օրինակներ եք բերել, իմ գործընկերներն էլ հուշեցին, Կովաչիշն հանուն Սերբիայի դաշինք, ինչ որ մոտավորապես այսպիսի անվանում եղել է։ Եվ ոչ միայն այդ երկրում, շատ այլ երկրներում էլ է եղել։ Այնպես չի, որ արգելված է ազգանվան օգտագործումը, ուղղակի քաղաքական մշակույթի խնդիր է։ Բայց այո, ես ինքս հակված եմ եւ կողմ եմ, որ ընդհանրապես բացառվեն։ Եվ նույնիսկ այս գաղափարին էլ էի կողմ, բայց իմ ասածը եւ մեր ասածը դա չի, մեր ասածը հետեւյալն է, անգամ նույնիսկ եթե դա տեխնիկական վրիպակ էր, դուք իրավունք չունեիք 2 ամիս առաջ քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում այս փոփոխությունն անեիք։ Ուզեք թե չուզեք, սա քաղաքական հետևանք է առաջացնում։ Պարզ ենք բացատրում, պարզ ենք ասում։ Եվ երկրորդը, իդեպ դուք եք ընդունել ձեր բերած նախաձեռնությունն եղել կառավարության կամավոր աշխատանքի մասին օրենքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է կամավորի ներգրավումը ընտրական գործընթացներին ոչ թե վարձատրության, այլ հատուցման եւ փոխհատուցման դիմաց։ Հիմա հարց, ինքներդ բերել եք, ընդունել ենք, հիմա ելել եք բողոքում եք դրանից։ Մի խոսքով այս մեկնաբանությունով ընդունելի չի ձեր վերած նախագիծը, բայց հատկապես այն մասը չափազանց կարևոր է օրինակ, հա։ Ուղղակի լավ փոփոխություն է, դրական փոփոխություն է, որ հանձնաժողովի ավարտում եմ, հանձնաժողովի նախագահի վերաբերող եւ նաեւ ծրարում նման փաստաթուղթ բերե խառնել եք այս քաղաքական հարցի հետ։ Լավ չէ։ Արգելի գործընկերներ